Ադրբեջանի ՄԻՊ Ալիևան հայտարարում է, որ աշխարհը պետք է 1918-ի դեպքերը ճանաչի որպես ցեղասպանություն հայերի կողմից։ Շատ հետաքրքիր խաղաղություն է ստացվում, չէ՞։ Մինչ Նիկոլը մեզ խաբում է խաղաղության դարաշրջանով, Ադրբեջանը փորձում է միջազգային հարթակներում ներկայացնել մեզ որպես ցեղասպան, վերաշարադրելով պատմությունը իր օգտին։ Թուրքական եւ ադրբեջանական պաշտոնյաների կողմից շարունակ լսվում են խոսքեր Զանգեզուրի միջանցքի բացման անհրաժեշտության մասին եւ իհարկե Ադրբեջանի հոգեվոր առաջնորդի հայտարարությունները, որոնցում նա Հայաստանը արևմտյան Ադրբեջան է անվանում։ Այս ամենը վերլուծելիս հասկանում ես, թե ինչու են ադրբեջանական բլոգերները սկսել իրականացնել Փաշինյանի քարոզչությունը։ Դե իհարկե, ելում պետք է պաշտպանեին։ Փաշինյանը նրանց լրիվ ձեռք է տալիս։ Ինչ ուզում են, այն էլ տալիս է։ Համաձայնվեք, սա խաղաղություն չէ, սա միակողմանի զիջումների շղթա է, որտեղ դու միայն տալիս ես, իսկ դիմացինը միայն պահանջում։ Ու ամենավտանգավորը այս ամենը մեզ վաճառում են խաղաղության անվան տակ։ Սա ինձ հիշեցնում է Ջորջ Օրվելի 1984-ը, որտեղ եւս պատերազմը կոչում էին խաղաղություն։